Բազմամյա մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների Ջիղաուրայի ազգային բազան հյուրընկալել է խորհրդարանի աշխատակազմի պրակտիկանտներին և երիտասարդական խորհրդարանի անդամներին։ Ջիղաուրայում ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկին, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին։ Բազմամյա մշակաբույսերի գենետիկական ռեսուրսների Ջիղաուրայի ազգային բազան ռազմավարական նշանակության օբյեկտ է, մեր երկրի գանձը։ 2007 թվականին այս բազայի ստեղծման աշխատանքները սկսվեցին պարոն Բիձինա Իվանիշվիլիի անմիջական մասնակցությամբ և նախաձեռնությամբ։ 2014 թվականին պարոն Բիձինա Իվանիշվիլին Ջիղաուրայի բազան փոխանցեց պետությանը։ Այսօր բազա այցելած երիտասարդները հնարավորություն ունեցան դիտելու ինչպես որդատնկի տեսակների, այդպես էլ բազմամյա բույսերի եզակի հավաքածուն։ Նման էքսկուրսիաները նրանց համար հնարավորություն է էլ ավելին տեսնելու, ավելին սովորելու և ավելին հաստատակամ ու հետևողականորեն առաջ շարժվելու։ Շնորհակալություն հետաքրքրության և հայրենասիրական ոգու համար։ Մենք պատրաստ ենք լինել ձեր կողքին ցանկացած պահի և ցանկացած իրավիճակում։ Այս երիտասարդները ապագա պետական ծառայողներն են։ Միայն նման հետաքրքրության և աշխատանքի նկատմամբ նման վերաբերմունքի դեպքում է հնարավոր, որ մեր երկիրը հզորանա և ավելի զարգանա, ասել է շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին։